Եվ գանք իհարկե ֆուտբոլին, ես այսօր պետք է իմ սիրելի շապիկը հագնեի։ Մի քանի եթեր հագա, բայց հենց այսօր չհագա։ Արգենտինայի իմ սիրելի շապիկը։ Կարող ես հագնել Արգենտինայի շապիկը, այսօր կարող ես հագնել Իսպանիայի կամ Ֆրանսիայի շապիկը, կամ անգամ կարելի է ոչ մի շապիկ չհագնել։ Այդտենց ավելի հետաքրքիր կլներ Զարա, առանց շապիկ։ Աշխարհի առաջնությունը թեժանում է, մնացել են ընդամենը 4 խաղ, 2 եզրափակիչ, 1 խաղ երրորդ տեղի համար եւ եզրափակիչ, եւ կարծես թե շուտով այս ամենը բոլորս կիմանանք։ Վերա Մարտիրոսյանն է մեր տաղավարում, մարդ, որ մանկուց սիրում է ֆուտբոլ, մանկուց տառապում է ֆուտբոլով եւ մանկուց այլ ընտրանք չի ունեցել։ Սա որ երրորդ, նախ բարև ձեզ, շնորհակալություն որ եկաք։ Բարև ձեզ, շնորհակալություն որ հրավիրեցիք։ Որ երրորդ քո առաջնությունն է, որ դու հիշում ես այսպես։ Դիտում եմ 98-ից որպես մշտական, բայց 94-ն էլ սենց մանկական։ Մի քիչ հիշում ես։ Բրազիլիայի այդ Բեբետոյի այդ բա հիշում եմ։ Բեբետո Ռոմարիո, այո։ 98-ից եւ քանի աշխարհի առաջնությունից ներկա եղել դու անձամբ։ Ներկա եմ եղել 18-ին Ռուսաստանում, Քաթարում չստացվեց, այս Ամերիկային էլ ուղղակի շատ բարդ առաջնություններ, 3 երկիր, լոգիստիկան հասկանալի, գները անհասկանալի։ Սարսափելի քանք, այո։ Սերվիս դիտեցի։ Բայց ես կարող եմ հարցնել, որ հավաքականին եք երկրպագում։ Հոլանդիա, ցավոք սրտի։ Սա Վերայի ցավն է, այո, Նիդերլանդներ։ Դե 2010-ին քիչ էր մնում, որ Նիդերլանդները 74-ին քիչ էր, 14-ին էլ անդադ քիչ է մնում։ Մենք սովոր ենք։ Ինչ պատճառներով քիչ է։ Բայց ես տեսակետ լսեցի Հոլանդիայի հավաքականի հետ կապված, որ շատերը ասում են, բայց ափսոս կլիներ, որ հենց այն ֆանտաստիկ, առանց այդ ֆանտաստիկ խաղացողների իրենք դառնային չեմպիոն։ Որ մի քիչ այսպես հոգու խորքում կտխրեին։ Առանց որ ֆանտաստիկ է։ Առանց իրենց հայտնի եւ սիրելի խաղացողների, հա, ասում են մի քիչ արդար չէր լինի։ Իրականում 10-ի հավաքականը այդքան էլ Հոլանդիա չէր։ Բայց իմ համար ֆանտաստիկը 88 թիվն էր եւ նրանք դարձան Եվրոպայի չեմպիոն եւ իսկապես այդպիսի Հոլանդիա երբեք էլ մենք չտեսանք։ Դե մենք դա չենք տեսել։ Ամերիկաներից մենակ որ պապիկն է տեսել, դա իր աչքերով սեփական եւ այն գոլը, որ դասայմին խփվեց։ Լավ, էական չի։ Այս քարյակից ում ես տալիս նախընտրություն։ Նախասիրություն, թե նախասիրությունը Մեսսիի կողմն է, ոչ թե Արգենտինայի։ Ես Արգենտինայի երկրպագու չեմ, բայց իմ հայրը Մեսսիի լոլիկները նետում են դեպի։ Այո, գիշ ֆանատ է։ Եվ ես գտնում եմ, որ մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ կա Մեսսի եւ էլ չի լինելու, մենք հետո մի 50 տարի հիշելու ենք այս օրերը եւ նա արժանի է, իհարկե նա ֆենոմենալ է, բայց ես շատ ճիշտ ինտուիցիա ունեմ ֆուտբոլային, երբ 18 թվականի աշխարհի առաջնություններ, անգամ կադրեր կան, որ քննարկություն է գնում։ Ես ասացի Ֆրանսիան է հաղթելու, բոլորը ծիծաղեցին, այդ ժամանակ Արգենտինա, Բրազիլիա, Ֆրանսիան հաղթեց եւ այս առաջնության սկզբից չգիտեմ ինչի ես Անգլիայի այսպես զգացողություն էի, չնայած երբևիցե որևէ հավաքական, որի մարզի չէ օտարերկրացի է չի հաղթել, մենք գիտենք որ Տուխել անգլիացի չի, բայց այդպիսի ինչ-որ սենց ինտուիտիվ բան կար, անգամ Անգլիան վաղնել է հաղթելու եզրափակիչը։ Դե դա ինչ-որ սենց տարօրինակ ինտուիցիա։ Բայց եթե առողջ տրամաբանությանը հետևենք, դա իհարկե Ֆրանսիան է, որտեղ ուժեղագույն է։ Ֆրանսիայի դեմ, չգիտեմ ինչ պետք է անել, որպեսզի դե տեսնենք իսպանացիների գտնեն այդ գաղտնի բանալիները։ Մբապեի եւ Դեմբելեի ոտքերը, որպեսզի հաղթեն։ Չէ, կամ էլ Յամալը այնպեսի խաղ ցույց տա, որ կապ չունի Մբապեն ինչքան գոլ կխփի օրինակի համար։ Իրականում այսօր ում խաղը ստացվի։ Այո, ում խաղը ստացվի, որտեղ շատ տարբեր փիլիսոփայության ֆուտբոլներ են, Իսպանիան սիրում է գնդակ պահել, Ֆրանսիան սիրում է արագ հակակրողներ, ում խաղը ավելի ճիշտ ընթանա, բայց դե Ֆրանսիան երևի մի երկու գլուխ բարձր է բոլորից։ Եթե լինենք անկեղծ, այո, իսկապես։ Մբապեի եւ Դեմբելեի գլուխները։ Բայց Մերինոին խաղի սկզբից այս անգամից ձեզ կտեսնենք, ես դեռ չեմ։ Չէ, Մերինոն էլի ջոկեր է մնալու, որովհետեւ ըստ երևույթի Մերինոն այն ֆիզիկական ուրեմն կոնդիցիաները ներողություն մեզ պատճառ դեռ չունի, բայց Մերինոն դուրս է գալու եւ ամեն ինչ պետք է։ Վերջի րոպեներին այո գոլ է խփում։ Իսկ առհասարակ այս առաջնությունը ինչ դուրդ եկավ, դուրդ չեկավ, ասում են որ Ինֆանտինոն արդեն 48 թիվը այդքան չի սիրում նոր
Սիրված թիվ ունի 64, ինչ ես մտածում։ Դե 64 ավելի եկամտաբեր է, բարձ է, եւ գիտենք մյուս աշխարհի առաջնությունը հոբելյանական է, FIFA 100-րդն է լինելու, 100 ընտրություններ կան, ինչպես միշտ։ Ցավոք սրտի մենք կորցրեցինք խմբային փուլի դիտարժանությունը, բացի նրանից, որ ուժ ժամերի էր, նաեւ շատ խաղեր անհետաքրքիր էր, օրինակ Ուզբեկստան, Պորտուգալիա։ Նու Քրիստիանո Ռոնալդոյի համար հետաքրքիր է։ Ու իր երկրպագուների, I'm back, այո։ Բայց իհարկե ինձ թվում է 64-ը արդեն լրիվ կարելի է Լսի, բայց եթե չներ 48 Կաբո Վերդեին չենք ճանաչի։ Իմիջիալից ասեմ, որ Կաբո Վերդեն աշխարհի առաջնություն, երբ որ Կաբո Վերդեի համար աշխարհի առաջնությունը ավարտվեց, Կաբո Վերդեի ուրեմն տուրիստական հոսքերը 800%-ով աճել։ 800%-ով։ Շնորհիվ Ոզինիայի։ Ոզինիա, դու ինչ ես դու։ Ոզինիայի։ Ինչպես ես վերաբերվում հայ մեկնաբաններին։ Ոյ։ Լարվում ես։ Քանի որ ես ինքս մարզական կարելի ասել լրագրող եմ, երկար դադարից հետո, մի քիչ երևի կոռեկտ չի լինի, որ քննադատեմ, բայց ասեմ, որ տանջվում եմ, որովհետև ես այդպես անգամ ցիտատ էի գրել, որ երբ Պորտուգալիան պարտվեց Իսպանիային, մեկնաբանների ողջ այնքան ուժեղ էր, սա անարդար է, այսպես չպետք է լինի, Քրիստիանոն այսպես չպետք է ավարտեր կարիերան, այդ կողմնակցությունը իհարկե շատ անհետաքրքիր։ Բայց զարմանալի է, որտեղ ակումբային ֆուտբոլում կարծես թե այդքան վարչ է այդ ամենը։ Գիտես, ակումբային ֆուտբոլը ամեն օր է, ամեն ամիս է, ամեն տարի է։ Աշխարհի առաջնությունը 4 տարին մեկ է եւ սա Քրիստիանո Ռոնալդոյի վերջին շանսն էր, այսինքն Ռոնալդոյի մադրիդիստների բոլորի ապացուցել, որ ամեն դեպքում Մեսին լավագույնը չէ, կամ ասենք կա երկու գագաթ, այո, դրա համար մի տեսակ հոգնեցուցիչ էր, խաղը դիտում ես, խաղի ֆուտբոլից բացի ամեն ինչ լսում ես, եւ այդ զավեշտալի կադրերը, երբ հայտնի մարդկանց ցույց են տալի, բայց դու ուրիշ անուններ ես լսում, բայց դե երիտասարդ են երևի։ Բասկետբոլիստները ռեպերներ, չէ, դե մարդիկ կան, որոնց որ պարտավոր ես ճանաչես, եթե դու մեկնաբան ես, կամ էլ առհասարակ որպես մարդ, որը այդ առօրյայի մեջ է եւ ես հասկանալով օրինակ, որ սա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, ես մոտավորապես խաղերից առաջ պատկերացնում եմ արդեն ով պետք է լինի, ով կարող է լինել, կարելի է գուգլել, կարելի է ֆոտոներ նայել, վերջերով կարելի է։ Իսկ սկանդալները կապված Մեսիի հետ, ըստ ձեզ սպասելի էր, սպասելի չէր, որ ամեն դեպքում այդպիսի սկանդալներ կլիներ։ Եգիպտոսի հետ խաղից հետո մասնավորապես։ Բոլոր խաղերից հետո, ինչու՞ մենակ Եգիպտոս։ Դե Եգիպտոսը շատ սարսափելի էր աղմուկը։ Հա, բայց Եգիպտոսը թող խաղար միջև վերջը։ Դե ես թվում էր 85 րոպե է խաղա, դրանց 79։ 79։ Իրականում ֆուտբոլում եւ աշխարհում կա այս հաղթողներին չեն դատում, եթե հետ նայենք ամեն աշխարհի առաջնությունում կան թիմեր, որոնք անարդար են եղել, նույն որ տենց նայենք 86-ի Մարադոնայի ձեռքի գոլը, 66-ի աշխարհի առաջնությունը, այո, բրազիլացիներին 2002-ին այնտեղ որ Իտալիան շատ անարժան անցավ Ավստրալիային, միշտ կան այդպիսի դրվագներ, ուղղակի ոնց որ Մեսիի շուրջ շատ է այդ դավադրության տեսությունը, որ Ինֆանտինոն 3 հոդված էի կարդում, որ ինչ որ օֆշորային գումարներ են գտել, որ Արգենտինան FIFA-ին ուղարկում է, ես իմի ինչ որ Մեսի Իսկ ինչի Մբապեն չեն ուզում դարձնել։ Ես այդ լոգիկան չեմ կարող հասկանալ։ Ինչի են բոլորը ուզում, նո ձեր կարծիքով, բոլորը ուզում են Մեսին դառնա 2 անգամ աշխարհ չեմպիոն, չեն ուզում Մբապեն դառնա։ Դե շատերը ուզում են։ Հա, այն մարդիկ, որոնք որ ատում են Մեսին, ուզում են իսկապես։ Դե Մեսին ֆենոմենալ ինչ որ տիեզերական երևույթ է, որ երևի ցանկացած գեղեցիկը գնահատող, հիմա ես Մեսիի գովքն եմ անում, բայց ցանկացած գեղեցիկը գնահատող մարդ ուզում է, որ այդ գեղեցկությունը մի քիչ ավելի երկար տևի։ Իսկ դավադրություն հորինողների համար էլ իհարկե, որ Մեսին նաև կոմերցիոն տեսակետից հետաքրքիր է, նրա երկար մնալը ֆուտբոլում փող է բերում թե Ամերիկայում։ Բայց կոմերցիոն Քրիստիանոն ավելի հետաքրքիր պետք է լինի։ Դե Քրիստիանոն է իր, բայց դե Պորտուգալիային չեն կարող այդքան ձգել, ինչքան Արգենտինային, ձգեցին էլի։ Շատ տոքսիկ էին Պորտուգալիա։ Ես Քրիստիանո Ռոնալդոյի երկրպագու երբեք չեմ եղել, բայց կարծում շատ տոքսիկ ինչ որ բաներ կար, որը ես վերջում նկատեցի նաև Նորվեգիայի հավաքականում մի քիչ։ Հոլանդին երբ որ պասը չտվեց այն հատվածում, գուցե չէր տեսել, ես դա չեմ բացառում։ Չէ, բայց մի տեսակ չգիտեմ, ինձ թվում մի քիչ տոքսիկ մթնոլորտ ամեն դեպքում լինում է։ Ինձ թվում է, որ թիմերի հարցն է կա, այսինքն մթնոլորտը թիմի ներսում։ Հիմա օրինակ,
երբ որ մենք Արգենտինայի վերջի խաղին անդրադառնանք, Լաուտարոն կարող էր չհարվածել, Մեսին հարվածեր, չէ՞, 9-ը, բայց տեսեք, որ Մեսին առաջինը ուրախացավ եւ ինչպես տոնեց այդ ամենը, ինձ թվում է, որ այդտեղ ավելի շատ լրագրողները, ավելի շատ ինչ որ այդ մարդիկ են այդ ամեն ինչ արհեստական կերպով բանանում, քան իրականում ներսում կա։ Դե լավ, բայց Քրիստիանոն մենակ մնաց, ես դա եմ ասում, որ վերջի հատվածում Յամալը եկավ, բայց դա հենց խոսում է այն մասին, որ հենց Պորտուգալիայի առաջի խաղից սկսած հիշում ենք Ռոնալդոյի քրոջ գրառումները, որ եղբորը սպաս չեն տալի, չեն խաղացում դաղալություն եւ այլն, իսկ դրան հակադարձ, երբ Եգիպտոսին հաղթեց Արգենտինան, Մեսին լացում էր եւ ասաց ես վատ էի զգում, որ ես 11 մետրանոց չխփեցի, որտեվ ես գիտեի, որ իմ պատճառով իմ թիմը պարտվելու է, բայց ասում է Աստված ավելի լավ, այսինքն քամբեքի պլան ուներ, էլի, ու տեսնում ես ոնց է թիմը Ռոնալդոին այսպես մենակության մեջ թողել, ինչ ուզում է լինի, Ռոնալդոն լեգենդ է ու նա պետք է այդպես չգնարի, նրան պետք է այսպես ոնց ճանապարհ, բայց այդտեղ հակառակը Ռոնալդոն մնաց մենակ, իրեն եկել էին իսպանացիներն էին խթարում, իսկ Մեսիի շուրջ Արգենտինան իր թիմն է կառուցում, դա է տարբերությունը։ Այս վերջերս լսեցի մի հետաքրքիր գաղափար, միտք կարծեմ Պորտուգալացի լրագրողներից մեկն էր ասել, որ նրան հարց էին տվել հերթական անգամ, ասել էին Մարադոնա թե Մեսի, ասել էր Արգենտին, ասել է ամբողջ աշխարհում այդ հարցը ակտուալ է, բայց Արգենտինայում ոչ, որտեղ ասում են արգենտինացի երջանիկ են, որ ունեն համ Մարադոնա, համ Մեսի, ու բացատրել է, ասում է բացատրություն կա դրան, հա, նրան հարցրել են, ասել են, չէ, որ դուք կաթողիկ ժողովուրդ է, կաթողիկ երկիր է, ինչպես դուք ունեք Սուրբ Մարադոնա, չգիտեմ ոնց եկեղեցիներ, հիմա Մեսիի շուրջ այդ ամեն ինչը, ասել է դա չի կարելի, անհնարին է դա, ասել է, բայց ինչի անհնարին։ Արգենտինան ունեցել է ծանր պատմություն, մեր ժողովուրդը շատ ծանր կացության մեջ է եւ Աստված մեզ այնքան է սիրում, որ մի անգամ Մարադոնա, մի անգամ Մեսին, որ մենք մի քիչ մեզ լավ զգանք, այսինքն մարդիկ տենց են դրան վերաբերվում։ Իսկ ամբողջ աշխարհը փորձում է ինչ-որ դավադրություններ փնտրել եւ չգիտեմ ինչ։ Միգուցե այդպես է պետք։ Այ մենք էլ հենոին տենց վերաբերվենք, հասկանում եք, դա էլ մեր ազգի խնդիրն է, մեր ազգի խնդիրն է իրականում։ Հենոին, այսօրվա մեր Էդոին, Սպերցյան եւ այլն եւ այլն։ Մենք չենք փորձում, մենք միշտ մեծարում ենք այդ մարդկանց մենակ նրանց հետո, երբ որ նրանց կորցնում ենք։ Եկեք այդ բանից դուրս գանք, այդ պարադիգմայից, հայերեն չգիտեմ ոնց է մեծ ռոպորտ։ Չէ, մենք իմի սայրայողություն ունենք, մենք մի քիչ չափից շարտել ենք մեծարում, հետո հարցնում ենք ինչ որ մի աստիճանի, որ փչացնում ենք դրան, դա էլ մենք ունենք այդ ազգային բանը։ Ինձ հետաքրքիր է դու ինչ եզրակ փակիչ ես կանխատեսում։ Իմ համար իդեալական եզրափակիչ կլիներ Արգենտինա-Իսպանիա իհարկե, բայց ես հասկանում եմ, որ թե Անգլիան Արգենտինայի դեմ շատ ուժեղ է, թե Ֆրանսիան Իսպանիայի դեմ շատ ուժեղ է, բայց սրտատրոպ սպասում եմ հենց Իսպանիա-Արգենտինա եզրափակիչ եւ սպասում ես, բայց կանխատեսում ես։ Լսի, դե որ կանխատեսում եմ, որ ճիշտ կանխատեսեմ, այսինքն սիրտս անջատեմ ուղեղս միայն մնա, սառը դատողությամբ Ֆրանսիա-Անգլիա։ Ֆրանսիա-Անգլիա։ Եվ Ֆրանսիան կհաղթի ինձ թվում։ Հարամյա այդ պատերազմը կշրջի։ Այո, Ազենկուրը նորից կվերադառնա, տեսնենք ով ինչ է ցույց տալու վերջում։ Որ մատներն են իրար ցույց տալու եւ անգլիացիները, ֆրանսիացիները, թե ֆրանսիացիները, անգլիացիները, եթե չգիտեք, շատ երկու հայտնի ժեստ աշխարհում ծնվել է հենց Ազենկուրից հետո։ Գուգլեք։ Իդեպ Արգենտինա, Անգլիան էլ ֆուտբոլի պատմության ամենահետաքրքիր դիմակայությունն է, բացի 86-ի Մարադոնայի ձեռքով գոլից, 98-ի հիշես Ֆրանսիայի առաջնությանը, երբ Օվենը կրկնեց Մարադոնայի նույն գոլը եւ այնտեղ Սիմեոնեն Բեքհեմին հիշում ես, կարմիրի բերեց եւ այս առաջնությանը իրար գրկած Սիմեոնեն եւ Բեքհեմը ասում ես պաստորը։ Լսի, շատ տարածվեց նաեւ Վիկտորիա Բեքհեմի չերիակցիան, կարող է չէր հասկանում այդ աղջիկը դեռ չի հասկանում։ Ինձ թվում է ինքը այդպես էլ ֆուտբոլը չհասկացա, որտեղ իր հաղթազրույցներում նա, բայց կարևոր բան խաղից հետո նա լուսանկար էր հրապարակի, որ Անգլիան հաղ, այսինքն մի քանի րոպե հետո ամեն դեպքում գալու եղավ։ Շոտլանդացիների ռեակցիան է շատ հետաքրքիր, դուստերը Շոտլանդիայում է եւ Շոտլանդիայում հազարավոր մեմեր կան հիմա։ Հիմա շոտլանդացի գիտեք ինչի համար են ամենաշատը տառապում, ասում են արդեն 4-րդ շապիկ պետք է առնենք բոլոր այն թիմերի, որի դեմ Անգլիան խաղում է, որ երկրպագում ենք, այսինքն ինչքան Անգլիան առաջ է գրում, այդքան շոտլանդացիների ֆինանսական ճեղքում ալնում, որտեղ անդադար որ մակեք են առնում երկրպագելու համար։ Բայց այս տարվա առաջնության հետ կապված նաև ասում եմ, որ շատ տխուր է, որովհետև շատ լեգենդար ֆուտբոլիստներ հեռանում են, հա, արդյոք մյուսը պակաս դիտարժան կլինի հաշվի առնելով այդ հանգամանքը։
Դե ով է գնում, Կրիշտիանո Ռոնալդոն է գնում, Մեսին է գնում։ Մոդրիչը գնաց, Մոդրիչը ասում է գնում է, եւ ասեմ ավելին Պորտուգալիային հավաքականի նոր գլխավոր մարզիչը ասել է, որ Ռոնալդոն երբ ուզում է կարող խաղա։ Նենց չի որ մի կես ռեկորդների համար։ Եվս 4 տարի։ 45-ամյա Ռոնալդոն տեսնենք։ Դու հիշում ես, որ Մեսին 16-ին երբ կոպան չհաղթեցին, ասաց վերջ, ես գնացի, ասաց ես գնացի, բայց 10 տարի ոտը կախեցեց։ Միշտ կլինեն նոր աստղեր, Մբապեի, Յամալի սերունդը առաջ կգա։ Ես հիշում եմ, որ 2002-ի Բրազիլիան այդ ոսկե սերունդը, Ռոնալդո, Կակա, Ռոնալդինյո, իրենք որ գնացին, մտածում ենք, որ էպոխա գնաց, բայց Բայց իրենք շատ շուտ չգնացին, ես թվականներն էին նայում, ինձ հետաքրքրեց են, որ շատ լեգենդար ֆուտբոլիստներ, իրենք բավականին շուտ են գնացել ոլորտից, հիմա 41։ Հիմա սպորտը, սնունդը, ամեն մի ֆուտբոլիստ ունի 15 հատ մարզիչ, դիետոլոգ, հոգեբան, մեդիտացիաներ եւ այլն, եւ 41 տարեկան։ Քրիովանաներ, չգիտեմ ինչեր։ Այն ժամանակ ես հիշում երբ երեխայի ֆուտբոլ էինք դիտում, մեկնաբաններն ասում էին, դե արդեն տարեց 31-ամյա ֆուտբոլիստը հազիվ վերջի շրջանը, հիմա 41 տարեկանում տեսնում ենք, որ դրա համար աշխարհը հիմա հակառակն է կա, հիմա տեսեք, որ 19 տարեկան Յամալը արդեն քանի տարի է խաղում եւ մենք սովորել ենք այդ ամեն ինչին, բայց եկեք նաև չմոռանանք, որ դա էլ է մեծ խնդիր, այսինքն եթե մարդը 15 տարեկանում սկսում է խաղալ այնպես ինչ որ ժամանակի մարդիկ 20 տարեկանում են խաղում, ուրեմն իր ֆուտբոլային կյանքը 5 տարով պետք է փչանա կամ էլ ինքը պետք է կարողանա Մեսսիի նման տրանսֆորմացվի, այսինքն իր խաղաոճը փոխի։ Պարտադիր չի ինձ թվում է կրկչանա, որտեվ այսօր որ ասում ենք ամեն ինչ փոխվել է, նույն ես երեք արդյունի Կրիստիանո Ռոնալդոն ասում է, որ ես երեկոյան 10-ից հետո ոչ մեկի հետ չեմ շփվում, ինչ որ տունը թեմաներ չեն քննարկում, ես պատրաստվում եմ քնելու, այսինքն այդ մելատոնինի արտադրությունը իր մոտ այսպես ժամով գրված է։ Ու մենք տեսնենք Հոլանդները քանի ժամ ինչ որ հատուկ ակնոցներ հաղթում։ Բայց մենք տեսնում ենք, որ դա իր արդյունքը տալիս է 41 տարեկանում Ռոնալդոն ֆանտաստիկ մարզավիճակում է, այսինքն եթե Յամալը խերոք մնա, իրեն չտա խրախճանքների։ Եթե Նեյմարի հետքերով չգնա, Ռոնալդինյոյի Նեյմարի։ Վերա, ֆուտբոլը շարունակում է քեզ հուզել, զարմացնել, նոր էմոցիաներ տալ, թե քեզ թվում է դու ամեն ինչ արդեն տեսել ես։ Աշխարհի առաջնության եզրափակչից հետո 18 թվականին ոնց որ իմ համար դա գագաթնակետներ, որտեղ Չեմպիոններ լիգա, Եվրոպա, ամեն ինչ գնացել է, կոնֆերենցիաներ, ամեն ինչ, ինձ թվաց դա ոնց որ վերջն է, այսպես ես արդեն թոշակի եմ գնում։ Ու դրանից հետո ես մարզական լրագրողի կարիերան ստոպ տվեցի, բայց ֆուտբոլը մարդ, որը սիրել է ֆուտբոլը, որ ապրել է, միշտ ինչ որ հուզմունք իր մեջ լինելու է ֆուտբոլի հանդեպ, բայց անկեղծ որ լինեմ, մի քիչ փոխվել է ֆուտբոլը, գնալով շատ է այդ կոմերցիան։ Ես կարող եմ հին մարդ եմ, բայց ասենք նույնպես անընդհատ որ ուզում են նորարար բաներ մտցնեն, թեկուզ օրինակ վառը ճիշտ բաներ, բայց հիմա ես ասում են ջրային դադարից բացի ֆուտբոլը դեպի խոկեյ է գնում բան, ինձ թվում է մի քիչ էմոցիան կորում է խաղի մեջ, որտեղ ֆուտբոլը դա առաջի հերթին այդ էմոցիան է, այդ պորտկումն է, որը կար։ Իսկ ինձ թվում է այս էլի կամ Մեսսին, իսկ Մեսսիից հետո մենք կարող ենք ասել, որ մենք ամեն ինչ տեսել ենք ֆուտբոլում։ Միջև ծնվի մեկ այլ Մեսսի, որը դե Մեսսին 17 տարեկանում արդեն ապացուցեց։ Ես հիշում եմ առաջի խաղը, որ Մեսսի ինձ այսպես ցնցեց, որ ես հասկացա, որ դա այդ կլասիկոյի 3-3-ն էր, եւ նա հետրիկ արեց, Կասիլեսը սենց արեց, մենք հասկացանք, որ ինչ որ մոնստր է ծնվում։ Դեռ թեկուզ նույն Յամալը, ասենք պարբերաբար ծնվում են նոր Մեսսիներ։ Մեսուկներ, այսպես, բայց դեռ մենք այդ մակարդակի դեռ չենք։ Դե ըստ երևույթի, ինչպես որ շատ բաներ այս կյանքում, երբ որ դարաշրջանը կավարտվի, նոր մենք սկսենք ասել եւ մեր թորներին կասենք, որ տեսել ենք, չէ՞, մեր պապերը ասում են, որ Պելեն, մեր հայրերը, նու ես անգամ Մարադոնա եմ տեսել, հիմա Մեսսի։ Իմ հայրն է Կրոյֆից էր պատմում, բայց ոնց որ Պելեն սիրում էր միշտ ասել, աշխարհը ֆուտբոլը կվերանա այն ժամանակ, երբ աշխարհը վերանա, դրա համար ինձ թվում է ամեն ինչ իր հունով գնալու։ Դեռ ժամանակ ունենք, որտեղ դեռ աշխարհը չի վերացել Փառք Աստծո, եւ ֆուտբոլն էլ է շարունակում։ Շնորհակալություն Վերա, քո էմոցիաների համար, հայրիկին ջերմ բարևներ։ Անպայման ինքը դիտում է հիմա։ Ես հույսով եմ, որ
թե Մաստեյնը, թե Մեսին։ Մի օր միասին, մի նույն բեմին։ Ձեր տուն կգան։ Մարտիրոսյանների տուն կգան, պատկերացրեք։ Մաստեյն, Մեսի եւ Մարտիրոսյան։ MMM կստանա։ Այսքանը ֆուտբոլի մասին, այսօր եւս մեկ անգամ հիշեցնենք Իսպանիա, Ֆրանսիա ժամը 11-ին, վաղը Անգլիա եւ Արգենտինա, ամենաթեժ խաղերը արժևում են եւ եւս մեկ անգամ հիշեցնենք, որ այսպեսի բան դեռ չի եղել պատմության մեջ, առաջին 4 լավագույն թիմերը ռեյտինգայում այդ Ղաղոսյակում հանդիպում են իրենց այդ կիսաեզրափակիչներում, դա նշանակում է, որ ամեն ինչ արդար է։ Ով ինչ ուզում ասի, ամեն ինչ արդար է, այո, պատմեցեք Եգիպտոսը չեկավ հասավ։ Չնայած Նորվեգիան է եթե անցներ, կասեինք ինչ որտեղ արդար է։ Հա, բայց Նորվեգիան չխաղաց էլի, չխաղաց Անգլիայի հետ։ Չստացվեց խաղը, բայց նենց էր, որ եթե անցներ չէինք ասելու։ Հա, չենք ասի, այո, օրինակ ես միջև Նորվեգիա-Անգլիա խաղը համոզված եմ, որ Նորվեգիան կարողանա Անգլիային, որտեղ իսկ ես վստահ եմ, որ Անգլիան անցնի։ Կարծես թե ամենամաքսիմալ մոտիկ խաղն էր անգլիական ֆուտբոլին ցույց տալի, որտեղ այս տարի անգլիական թիմը չի ցույց տալի այն դասական անգլիական ֆուտբոլը։ Պարբերաբար Արգենտինան ավելի շատ է անգլիական ֆուտբոլ խաղում Եգիպտոսի վերջի րոպեներին, քան Անգլիան, որտեղ Անգլիան դեռ տենց չի խաղացել։ Դասական Անգլիան մեկ քարտից թռնել, չէ՞։ Մեկ քարտից թռնել եւ անդադ գնդակը փորձել վերևով հասցնել այդտեղ, որտեղ որ դարպասապահն է։ Շնորհակալություն Վերային, այս վային գովաստ շանթի եթերում մնացեք մեզ հետ, դիտեք ֆուտբոլ, սիրեք ֆուտբոլը, որտեղ իսկապես դա ամենակարևոր խաղն է աշխարհի գնդակով։ Գովաստ։